Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես վաղաշաբաթում ընտրությունները կայացան, ըստ էության այս բակատները, որ Զուռնա-Դհոլը, ինչ էր մտածեցիք բանը, վերադարձել եք Արցախ, պարոն Սարգսյան, որ այդ Զուռնա-Դհոլը լսում էիք, հա։ Չէ, ես Գերիներին էին վերադարձրել, ինչ էր եղել, ջախջախիչ ասում է հաղթանակ ենք տարել, ԿՊՆ-ը ասում, այն դեպքում որ խնդրեմ դուք ասեք։ այդ գիտեք ինչ, երբ որ մարդը իրեն ոգևորի, իրան խուտու տալիս, որ ինքն էլ ծիծաղի։ Այդ երևի այդ երևույթներ, ինչի եմ ասում, որովհետև իհարկե առաջի տեղն են գրավել, բայց եկեք պարզ մի հատ փորձենք վերլուծել այդ ամբողջը։ Հասկանալի էր, որ գյուղը եւ քաղաքը այս առումով ես շատ հստակ հիմա կասեմ ինչու, ունի տարբերություն։ Գյուղի մեր ժողովրդին շատ ժամանակ այն ինֆորմացիան, որ անհրաժեշտ է, տեղ չի հասնում, երկրորդը այնտեղ կախման մեջ են իշխանություններից շատ ավելի լուրջ ձևով, երբ որ կարող են գան ասեն, գիտես ինչ, տղեկ ջան, վաղը կարող է սուբսիդիա ու դոտացիա չստանանք, ջուրը չտան, լույսը չտան, տղեկ պետք է անպայման ուրեմն այսպես վարվենք եւ այլն։ Այս հին հնագույն տեխնոլոգիաներից են եւ որը շարունակում է իրականացնել նաեւ ԿՊ-ն։ Այս առաջինը, երկրորդը այն որ իրոք նրանք ովքեր որ ինչ որ մի աշխատանք ունեն կամ արդեն ինչ որ ձևով վարկեր են վերցրել, գործ են կատարում եւ այլն, չեն ուզում փոփոխություն եւ շարունակում են այսպես նաեւ չեն էլ նայում թե ինչ է լինելու վաղը մյուս օրը, եթե այս իշխանությունը անի այն ինչ որ ինքը տրամադրել է դրա մասին հետո խոսենք։ Այսինքն իսկ քաղաքում այլ է, քաղաքում դրա համար էլ վաղարշապատում, այսինքն այնտեղ իրենք պարտվեցին, որովհետև քաղաքի բնակչությունը շատ ավելի նաև այս առումով ազատ է բոլոր կապանքներից եւ այդպես է եղել տարբեր ընտրությունների ժամանակ։ Նույն մեր միասնությունը, երբ որ 96 թվականին մենք Երևանում հաղթեցինք միանշանակ, դա պաշտոնապես հայտարարվեց, իսկ ցավոք գյուղական շրջաններում մենք չունեցանք այն հաջողությունը, որ անհրաժեշտ էր, նույն այդ պատճառներով։ Հիմա ինչ հետևություն պետք է անել։ Հետևությունը հետևյալն է, մենք շատ ավելի շատ պետք է խոսենք մեր ժողովրդի հետ, որը բնակվում է գյուղում։ Մենք պետք է նրանց ավելին ներկայացնենք, թե ինչ վիճակ է եւ ինչ է մեզ սպասում։ Այսինքն հիմա վերցնել թե ինչ եղավ ուրեմն այս ընտրություններում այդ ԿՊ-ի ներկայացուցիչներից մեկը անգամ երևի ինչ որ անկեղծ պահին ասեց, որ մենք 60% էինք ուզում, պարզվեց որ իրանք ընդամենը 48% են վերցրել։ Ահա, Գարիկ Սարգսյան։ Եվ այդ առումով ուղղակի մի փոքր գաղտնիք բացահայտեց, որ իրենց ադմինիստրատիվ ռեսուրսով, ամեն ինչով հաշվել էին, որ ուրեմն այդքան տոկոս պետք է ստանան։ Հանուն ինչի պիտի այդքանը ստանային, այ դա է հարցը, ինչ պիտի ասեին, թե օրինակ ինչ են արել նույն վաղարշապատի այդ խոշորացված համայնքում, որի հաշվին նրանք պետք է այդպիսի մեծ քանակությամբ ձայներ ստանային։ Եվ եթե միայն դա չի միայն ազդում մարդկանց գիտակցության վրա, այլ առաջին հերթին թե ինչ քաղաքականություն է վարում այսօրվա իշխանությունը ընդհանրապես ամբողջ հանրապետության մակարդակով եւ ընդհանրապես ինչ ապագա է մեզ խոստանում։ Ուրեմն ես համոզված եմ, որ նաեւ ընդդիմության իհարկե մեղքը կա այստեղ, այսինքն եթե հենց ոչ թե հետ ընտրական, այլ նախ ընտրական փուլում այդ միասնությունը լիներ, անհամեմատ ավելի մեծ վստահելի զանգված կլիներ իրենց կողմ կանգնած եւ մարդիկ իսկապես միշտ եւ չեմ հոգնելու կրկնեմ մեր ժողովուրդը միշտ սիրում է երբ որ միասնական ուժ է հանդես գալիս որովհետեւ ոչ մի քաղաքական կուսակցություն եւս մեկ անգամ հաստատվեց անգամ իշխող կուսակցությունը չի կարողանում ստանալ այնպիսի քանակությամբ ցայներ, որպեսզի ամբողջական ապահովի իր կառավարումը։ Այսինքն բայց նաև հատկանշական է, որ այս պարագայում ընդդիմությունը իրապես հաջողեց այն։ Ես հիմա կասեմ։ Առաջին դեմքեր կան, որ չգնացին, չներկայացան նաև, խնդրեմ։ Առաջին հերթին նա էր, որ այն ուժը, որը շատ լավ աշխատեց, խոսքը գնում է հաղթանակ դաշինքի մասին,
որը իսկապես ցույց տվեց, որ իր աշխատանքային այդ կազմակերպական գործողությունները ճիշտ են կառուցված եւ մարդիկ վստահություն ունեն իրենց նկատմամբ, դրա համար առաջին ուրեմն հաջողությունը, մեծ հաջողությունը եղավ հաղթանակին։ Եվ այդ պարագայում եւս մեկ անգամ ասում եմ, նախընտրական փուլում 3-4 ուժերի միավորումը կբերեր միասնական հաջողության։ Հիմա սա մեզ համար դաս բոլորի եւ ցանկացած ժամանակ երբ էլ կայանան հաջորդ համապետական ընտրությունները, ուրեմն սա արդեն դառնում է, այսպես ասած, դոմինանտ, հա, որ պարտադիր պետք է նախընտրական փուլում քաղաքական ուժերի միավորում ձևավորվի, որը կունենա հիմնական վստահություն։ Կրկնում եմ, որևէ մեկը, որը կարծում է, որ ինքը անձնապես կկարողանա հաղթել, դա բացառվում է։ Այդ նշանակում է, որ դուք հատուկ գնալու եք տապալելու ուրեմն ընդդիմության գործը, որովհետև ժողովուրդը ձեզնից սպասում է միայն միասնություն։ Եվ այդ պարագայում պարտադիր չի, որ տարբեր բևեռների քաղաքական ուժերը միավորվեն, բավարար է 3-ից 4, լավագույն դեպքում 5 քաղաքական ուժ միասնական ծրագրով հանդես գան, իսկ հիմա մեր գլխավոր խնդիրը փոխել այս իրավիճակը երկրում, ազատվել այն կապանքներից, որոնք որ ստեղծել է արդեն ԿՊ-ն, արտաքին քաղաքականության մեջ փոխել մեր այդ խնդիրները պետք է լուծել եւ կարողանալ նորից բարեկամական երկրների հետ ունենալ ամենավստահելի հարաբերությունները եւ դրանով ուրեմն միանգամից պատնեշ ստեղծել եւ թույլ չտալ, որ Ադրբեջան կամ Թուրքիան փորձեն ուրեմն պատերազմական գործողություններ սկսել եւ նաեւ հզորացնել մեր ներքին հնարավորությունները, որոնք շատ են, որովհետեւ եթե հայ ազգը միասնական է, ապա նրան հաղթել հնարավոր չի։ Այս դասն է, որ պետք է քաղել հիմա վաղարշաբաթի ուրեմն այս ընտրություններից եւս մի անգամ ասեմ, որ մեր միասին շարժումը պատրաստ է քաղաքական բոլոր կոնսուլտացիաներին եւ մենք արդեն կարող ենք ասել, որ սկսում ենք եւ պատրաստ ենք նաեւ մաս կազմել այնպիսի ծրագրին, իսկ մենք այդ ծրագիրը ունենք ամբողջական, բայց մենք չենք պատրաստվում միայն ու միայն մերը ներկայացնել, այլ ուզում ենք, որպեսզի դա լինի միասնական համապետական զարգացման ծրագիր եւ համազգային ծրագիր, որովհետեւ կրկնում եմ, հայ ազգը հզոր է, երբ որ ինքը միասնական է։ Այս տեսանկյունից հիմա պետք է նայել, թե ինչ է կատարվում ԿՊ-ում, ներսում, այսինքն հասկանալի է, որ իրենք ինչքան էլ հիմա ներկայացնեն, թե իբր հաղթել են, միայն այն փաստը, որ հենց նույն գիշերը այդ տխմարներ, ես իսկապես չեմ կարողանում հասկանամ, նույն գիշերը ուրեմն գնալ եւ մարդկանց ձերբակալել, որ իբր իրոք ինչ որ քայլեր են արել, չգիտեմ ինչ են արել իհարկե, կամ արել են թե չեն արել, ու դրանով իսկ ցույց տալ, որ դուք բավարարված չեք ձեր արդյունքներով, սա է նշանակում։ Դա նշանակում է նաև այն, որ ուրեմն ներսում անբավարարվածության մեծ, այսպես ասած, ալիք կա եւ այդ բերելու է իհարկե այդ ուժի կործանման, միանշանակ է։ Այսպես երկար չի շարունակվում, մենք վաղուց ասել ենք, հիմա էլ եմ կրկնում, այսպիսի քաղաքականությամբ ռեպրեսիվ ապարատը օգտագործելով, ռեպրեսիվ ապարատը ամբողջական օգտագործելով, ուրեմն ցանկացածի դեմ, ցանկացածի կապ չունի ով է։ Հենց որ ձեզ այսպիսի իրավիճակ ես ուղղակի չեմ հիշում պատմության մեջ։ Անկամ են ամենայն դեսպոտները այդպես անիմաստ գործողություններ չեն արել։ Մի ժամանակ ասում էին, սա դասակարգային պայքար է, մյուս անգամ ասում էին, որ ուրեմն հեղափոխություն են կարել, որպեսզի ուրեմն այն կառավարիչներից ազատվենք, որոնք որ արդեն իսկ ամբողջական իշխանությունը, աբսոլյուտ, այսպես ասած, իշխանությունն են կուտակել եւ այլն։ Այսինքն, այսպիսի իրավիճակ, երբ որ ձևավորվում է, սա խոսում է նրա մասին, որ մարդը ուղղակի կոմպլեքսավորված է, բարդույթներ ունի, միանշանակ բարդույթներ ունի, որովհետեւ գնալ միայն ու միայն ռեպրեսիվ
գործողությունների, դա նշանակում է, որ դու այնքան թույլ ես, այնքան վախկոտ ես, այնքան անիմաստ գործողություններ ես անում, որ ինքդ չես հասկանում, լավ, ինչի համար ես դա անում, որ ինչ։ Ասենք թե որոշակի վախ մտցրեցիր։ Պատկերացնենք։ Բայց այդպիսի իրավիճակները պայթեցնում են ուրիշ երևույթներով արդեն, որը բերելու է շատ ավելի վատ հետևանքների, այսինքն դա մեր պետության կործանմանն է բերելու, որովհետև եթե պետության ներսում չկա անհրաժեշտ միասնություն, ապա այդպես էլ լինելու է։ Այնպես որ ես հիմա չեմ ուզում բարեխոսեմ, ես ուզում եմ ընդհանրապես ասեմ, որ մեր ժողովուրդն էլ պետք է հասկանա, այսօրվա իր ստացած բարիքը դա չի նշանակում, որ այդպես լինելու է։ Ես անցյալ մի քանի օր առաջ մենք անընդհատ ժողովրդի հետ շփվում ենք, մարդկանց հետ ենք հանդիպում, տարբեր կարծիքներ են իհարկե։ Երբ որ խոսքը գնաց նրա մասին, որ ախր տեսեք, այս միջանց կոչվածը, որը որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, դա հենց այնպես մի ճանապարհ չի, որ մենք էլ հանգիստ ասենք եկեք գնացեք։ Սա միանշանակ ռազմավարական նշանակության խնդիր է, որովհետև եթե այդ փակեցին, ուրեմն մենք Սյունիքի հետ մեր կապը ուղղակի կտրվում է եւ այլն, հազար անգամ դրա մասին խոսել ենք։ Եվ ասում եմ, այդ ճանապարհը նրանց համար անհրաժեշտ է, որ իրենք վերահսկեն այդ ճանապարհը, որով 300,000 իրենց պատկերացմամբ 300,000 ադրբեջանցի պետք է ներխուժի Հայաստան։ Մենք ասեց, դե յոլա կգնանք էլի։ Դուք հասկանում եք, ես իհարկե չէի անդրադառնա այս օրինակին, բայց խնդիրը նա է, որ այդպես մտածողներ շատ են, ցավում եմ ես, որովհետև այդ նշանակում է, որ քթիցը տենկով չես տեսնում։ Այդ նշանակում է, որ դու չես հասկանում, թե վերջիվերջո թշնամին ինչ է ուզում։ Թշնամին ուզում է անպայման քեզ տրկացնել, ուզում է ոչնչացնել, թշնամի է, նա չի էլ թաքցնում, որ ինքը թշնամի է։ Այդ երկաթգիծ բացելը մենք արդեն դրա մասին խոսել ենք։ Ես էլ եմ կրկնում, դե թող ասի Նիկոլ Փաշինյանը թող ասի, ինչ պայմաններ է դրել իր առջև Ադրբեջանը։ Միայն այդ երկաթգիծը, այսպես ասած, բացելու պայմանը ո՞րն է եղել։ Որովհետև քաղաքականության մեջ այդպիսի բաները այն էլ Ադրբեջանի կողմից, որը ամեն ինչ թելադրում է եւ հանգարց ասում է լավ եկեք բեռները այսպես փոխադրեք։ Հələ դեռ մի հատ կիսա ոնց է 4-րդ կարգի ծորեն են ստացել եւ բարձրակարգ ծորեն, որը գալիս է Ռուսաստանից։ Ես կուզեմ պարոն Սարգսյան այդ ծորենիների եւս մեկ անգամ մանրամասն ներկայացնեք, որ ըստ էության հա կոպիտ է, բայց դա իրականություն է, թե այս անասնակերն էլ վերցրեք, ձեզ կցեղասպանել, կմորթենք այս անասնակերը։ Մարամ ջան, սկսենք նրանից, որ այդ անասնակերը պատվիրել է հայկական կոմպանիան, այսպես ասած, հարցը դա չի։ Հարցը նա է, թե ինչ առաջի բեռ էին ուզում իրենք տեղափոխեին։ Իհարկե այ հենց այդ է, դա է խորհրդանշականը, որ հենց առաջինը եկել է այդ անասնակերը, այլ ոչ թե այն բեռները, որոնք մեզ շատ ավելի անհրաժեշտ են։ Եվ այստեղ է, որ այո, եթե բացել եք, ուրեմն այնտեղով պետք է ամեն օր գան արդեն բեռները, ոչ թե մի օր եկել են, երկու անգամ ուրեմն ստացել են, որպես ուրեմն հացի համար իբր թե որ մենք հաց ունենանք, բայց ես օրինակ չեմ տեսնում, որ հացը էժանանա հիմա, գինը իջնի, եթե դուք արդեն այս ծորենը, որը որ բերել եք Ռուսաստանից, ավելի պետք է ուրեմն իր գինը ցածր լինի, եթե այդպես է ուղիղ գալիս, էլ ծովով չի գալիս եւ այլն, այլ ուրիշ խոչընդոտ ուր է խանութում օր-օրից գները աճում են, իսկ եթե ծորենը գինը չի իջնում, ուրեմն կնշանակի մյուս ապրանքները նույնպես չեն կարող էժանանալ, որովհետև շատ շահկապված են իրար հետ։ Այդ սուտ թվերը, թե մենք ինֆլյացիան այս 3-4, չգիտեմ 7% եւ այլն, եկեք իհարկե դա այն միջին բանն է, հիվանդանոցում միջին ջերմությունը 36.6 է։ Մեկինը 40 է, մեկինը 35, միջինը գալիս է 37-37.2, հա։ Այս տրամաբանությամբ են հաշվում մեր գների այսպես կոչված աճը։ Այսինքն այնտեղ կարող է պատահի մուրճը արժեցել է 1000 դրամ, դարձել է 200 դրամ, ասում են տեսակ, ինչպիսի բան փոփոխություն եղավ, բայց որ կարակը, հացը, ձեթը եւ այլն են բոլոր բաները, ապրանքները միանգամից շեշտակի գները բարձրացել են կատնամթերքով։
Դրա մասին չեն խոսում։ Եվ ոչ ոք չի ասում, թե թոշակառուն, որը ուրիշ ուրեմն շահույթ կամ որևէ մի եկամուտ այլևս չունի, նա ինչ պետք է անի այս պայմաններում։ Կամ այն բազմազավակ ընտանիքը, եթե 3, 4, 5 երեխա ունի, այդ պայմաններում երբ որ գները աճում են, նա արդեն հաշվարկել էր իր բյուջեն եւ դրա հաշվին ուրեմն կարողանում էր ապահովել իր նվազագույնը։ Հիմա ինքը այդ պատճառով, որ գները բարձրացել են, երեխային չի կարող ուրեմն խնձոր գնել օրինակ, կամ չգիտեմ մի կոնֆետ գնել եւ այլն։ Այս ամբողջը պետք է հաշվի առնել։ Մարդկանց այս կյանքի մակարդակի իջեցումը, այսինքն բերում է նրան, որ կյանքի որակն է իջնում։ Իսկ երբ որ կյանքի որակը իջնում է, նրա գիտակցության մեջ այլևս ուրիշ բան չի տեղավորվում։ Այն կարևորագույն խնդիրներ են, որոնք այս մարդիկ, որոնք որ իշխանության են եկել, ընդհանրապես դրա վերաբերյալ ոչ պատկերացում ունեն, ոչ էլ ցանկություն ունեն այդ հարցերը լուծելու։ Իրենք հիմա այնքան բավարարված են իրենց այսօրվա կենսական ապահովվածությամբ, որ իհարկե կյանքի ու մահի կռիվ են տալու այս ընտրություններին առաջիկա, որպեսզի պահպանեն իրենց տեղը արևի տակ։ Հիմա իրենց ներսում է գնում այդ արդեն վեճն ու կռիվը, թե ով պետք է լինի այդ ցուցակում առաջի տեղերում եւ այլն։ Այս ամբողջը վերելու է մի այնպիսի մի իրավիճակի, երբ որ փլուզվելու է իրենց այսպես կոչված այդ աշտարակը։ Եվ դրա համար պետք է պատրաստ լինել, որովհետեւ եթե նորից եմ կրկնում, որևէ մեկը, որևէ մի քաղաքական ուժ համոզված է, որ ինքը ամբողջական կարող է վերցնել պատասխանատվությունը իր վրա եւ դուրս բերել երկիրը այս վիճակից, դա սուտ է։ Դա ես հիմա պարզ ասում եմ, դա աշխատում է միայն ու միայն ի նպաստ այսօրվա իշխանությանը։ Այդպիսի դիրքորոշումը միանշանակ աշխատում է ի նպաստ այս իշխանությանը։ Պարոն Սարգսյան, ես կուզեմ եւս մեկ անգամ մանրամասն ներկայացնեք այս նոր տարածքների պահանջի վերաբերյալ ճակատավոր այսպես կոչված անկլավների հարցը, բազմիցս եւ առաջիններից եք, որ հազանգում եք ոնց են կտոր կտրելու, մանավանդ որ Տիգրանաշենը տալիս են, ըստ էության Հայաստանը ողնաշար ամբողջությամբ ջարդվում է, եւ Ալեն Սիմոնյանն էլ վերջերս այդ ոդկասթին էր գնացել, գիտեք, եւ այնտեղ ասաց, որ դեռ մենք դեռ պատկերացնենք ադրբեջանական 110 քառակուսի տարածք պետք ունենք, որ վերցրածը պետքա տան, խնդրեմ։ Դե ինչ խոսես այդ մարդկանց հետ։ Ուրեմն մենք բազմաթիվ անգամ ասել ենք, սահմանազատումն ու սահմանագծումը իրականացվել է 1987-89 թվականներին եւ դա ընդունվել է բոլորի կողմից։ Ադրբեջանն էլ է ստորագրել, Հայաստանն է ստորագրել եւ նաեւ Մոսկվան հաստատել է այդ ուրեմն արդյունքները։ Վերջ։ Բայց որովհետեւ մարդիկ ինչ պատճառով են փոխել իրենց դիրքորոշումը։ Օրինակ ինչի են ասել, որ Արցախի ուրեմն անվտանգությունը Հայաստանն է ապահովելու, մեր ժողովրդի արցախահայության ուրեմն այնտեղ մնալու անվտանգությունը նույնպես Հայաստանն է ուրեմն ապահովելու, հետո ասել են, որ Արցախը արդեն Հայաստան է, իսկ իսկապես Արցախը արդեն Հայաստան էր, որովհետև դե ֆակտո այդպիսին էր ամբողջ 30 տարվա ընթացքում։ Այլ հարց է, թե դե յուրե ինչու չէր ստացվում կամ ինչու չէին անում եւ այլ, դա թողնենք մի կողմ, բայց դե ֆակտո դա էր, այդպիսին էր, հա։ Հարց էր, ինչու մի անգամից փոխվեց այդ դիրքորոշումը, ինչ պատահեց։ Ինչ եղավ, որ ուրեմն 44 օրյա պատերազմում անընդհատ կրկնելու եմ։ Ոչ թե 19-ին է սկսվել Վլադիմիր Պուտինի առաջարկը կանգնեցնել այդ պատերազմը, այլ սկսվել է հոկտեմբերի 4-ին Նարիշկինի հայտարարությամբ, որ Թուրքիան 2000 գրոհային Սիրիայից տեղափոխել է իր տարածքով Լեռնային Ղարաբաղ։ Այդ օրվանից է սկսվել եւ փորձ է արվել մինչև ամսի 10-ը կանգնեցնել, ինչին չի արձագանքել Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նիկոլ Փաշինյանը, չի արձագանքել։ 16-ին հանդես է եկել մի անիմաստ հայտարարությամբ, որի մասին ես ասել եմ նաև այդ դեբատների ժամանակ 21 թվականի։
Եվ ընդամենը ինձ շուռ եկավ, ասեց այդ լեգենդներ եք պատմում, ես էլ բացատրեցի, այդ որն է լեգենդը, այն որ Նարիշկինն ասեց, նույն ուրեմն Կասաչովը, Զախարովան եւ Լավրովը անընդհատ ասում էին, որ լսեք, հասկանում եք, մենք պատրաստ ենք գնալ կասեցնել այդ ամենը, որովհետեւ այնտեղ բերել են գրոհայիներին, տերորիստներին, իսկ տերորիստերի ոչնչացումը կարելի է անել ցանկացած տարածքում։ Այդպես է միջազգային իրավունքի նորմը։ Ինչու չարեցին։ Ինչու չարձագանքեցին։ Եվ ինչու չարձագանքեց 19-ին։ Եթե իրոք նպատակ կար, եւ դրանից հետո էր, որ իսկապես մեր ուրեմն խեղճ զինվորները չկարողացան դիմագրավեն այն ամենին, որովհետեւ չօգտագործվեց նաեւ մեր զինտեխնիկան, որը անհրաժեշտ էր եւ կարելի էր ճիշտ ձևով օգտագործել։ Այս ամենը եւ հիմա ինչու չեն ուզում ներկայացնել հանրությանը նույն այդ զեկույցը, որը իրենք պատրաստել են։ Արդյունքները տեսնենք ինչ են, ինչ եզրակացության են եկել, ով էր, ինչու մեղավոր եւ այլն։ Այս ամբողջ փաստերի վերաբերյալ լռություն է։ Եվ ընդամենը խոսքը գնում է դրանից հետո, գալիս է հոկտեմբերի 6-ը 22 թվականի, երբ որ ինքը Պրահայում հանգարց հայտարարում է, որ չէ, Արցախը դա Ադրբեջան է։ Ով է այդ իրավունքը քեզ տվել։ Եթե դու այլևս նրա երաշխավորը չես, նրա անվտանգության երաշխավորը չես, ուրեմն դու որևէ իրավունք էլ չունես նրա փոխարեն ինչ որ բան հայտարարելու։ Դա էլ է փաստ։ Բայց դա բերեց նրան, որ ամբողջ միջազգային հանրությունը, որը Մինսկի խումբն եւ համանախագահներն էին, ասեցին, դե որ ձեր գլուխը չի ցավում դրանից, բայց մեր գլուխը խիպտի ցավա։ Այս իրավիճակը ստեղծվեց։ Հիմա ինչ է ստացվում։ Այս ամենից հետո, երբ որ մենք կորցրել ենք տարածքներ, բացի նրանից, որ 120,000, 150,000 մեր արցախահայությունը զրկվեց իր հայրենիքում ապրելու իրավունքից, այս պահին դեռ։ Ես համոզված եմ, որ մենք դրան դեռ գալու ենք, դրանք ժողովուրդը պետք է իրավունք ունենա եւ այդ իրավունքը իրականացնի վերադառնալու։ Բայց այս պահին այդպիսին է իրավիճակը։ Եվ հիմա ստացվում է, որ ուրեմն մենք հլա դեռ իրենց ինչ որ մի բան պարտք ենք։ Դուք հասկանում եք, այդ ինչ է նշանակում։ Այդ անկլավ կոչվածը, այդ նույն ֆետիշն է, որով իրանք անընդհատ այսպես թափ են տալիս, թե իբր ամեն ինչ անում են Ալմատայի ուրեմն այդ հռչակագրի հիման վրա։ Ասել ենք անընդհատ կրկնելու ենք, բայց իրենց խուլի տեղ են դրել։ Հռչակագրում որևէ ձևով ներկայացված չեն եղած, միայն եղած սահմաններն է գրված։ Ներկայ սահմանների իրավիճակում ընդամենը այդ սահմաններում չի եղել Արցախը։ Հայաստանը այդ պարագայում նաև վերապահումներ է ունեցել, երբ որ ստորագրել է այդ այսպես կոչված հռչակագրի տակ։ Այնտեղ ընդամենը դա փրկության մի հատ օղակ էր այն հանրապետությունների համար, որոնք փլուզումից հետո, Խորհրդային Միության փլուզումից հետո փորձում էին ինչ որ մի բան ձևավորել, անունը դրեցին ԱՊՀ։ Սա է եղել։ Եվ բոլորը մոռացել էին այդ դեկլարացիայի մասին։ Բացարձակ բոլորը մոռացել էին, որտեղ դա անիմաստ բան էր, փաստ էր։ Միայն ու միայն ով հիշեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ եկավ ասեց, գիտեք, այ դրա հիման վրա է, որ մենք հիմա Արցախից հրաժարվում ենք։ Արցախից դու որ իրավունքով ես հրաժարվում։ Նա անկախացել էր Ադրբեջանից օրինական ճանապարհով։ Նա արել էր բոլորը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Խորհրդային Միության օրենքին համապատասխան։ Դուք ով եք, որպեսզի նրանց փոխարեն այս ամբողջ հարցերը լուծեք։ Բերել գցել եք մեզ այս անդունդը, հիմա չգիտենք ոնց ենք դուրս գալու սրանից։ Հիմա էլ խոսում եք տարածքներ, ինչ 110 քառակուսի կիլոմետր դուք ունեք, հələ մի հատ կարելի է իմանանք։ Եթե դա անկլավների հարցն է, ապա կրկնում եմ, Խորհրդային Միությունում անկլավ հասկացողությունը չի եղել, դա եղել են ադմինիստրատիվ, տեսեք, ադմինիստրատիվ միավորներ, որոնք բնակությամբ եղել են, ասենք թե համապատասխան ազգի ուրեմն ազգային բնակություն են ունեցել, ազգային պատկանելություն են ունեցել, եւ դրանք կոչվել են ադմինիստրատիվ միավորներ։ Անկլավ գաղափար չկա։ Տիգրանաշենը չի կարող լինել անկլավ։ Տիգրանաշենը Հայաստանի ԽՍՀ հանրապետության
Մասն է կազմել։ Չկա ուրիշ փաստաթուղթ։ Ամեն օր կռիվ ենք տալու դրա դեմ։ Չկա ուրիշ փաստաթուղթ, որում գրանցված լինի, որ այսպես կոչված քարքին ոնց որ իրենք էին անունը դրել, դա եղել է Ադրբեջանի տարածք, չկա այդպիսի փաստաթուղթ։ Գլուխներս չտանեք։ Եվ դուք որևէ իրավունք չունեք մեր այդ տարածքը որևէ մեկին հանձնելու։ Ինչ վերաբերում է Արցվաշենին, ինքը կորցրել է, ցավում եմ իհարկե, բայց ինքը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը, որովհետև գտնվում է ամբողջովին շրջապատված Ադրբեջանով, որովհետև այս պահին անգամ եթե արցվաշենցիներից չգիտեմ որքան մարդ կուզենա վերադառնալ այնտեղ, որտեղ որ չգիտես ինչ վիճակ է, եւ դրանով բացատրել, թե մենք այդ ստացանք Սահմանադրության վրա է իդեպ ասած ասում, թե Սահմանադրությունում այդպես է գրված։ Այդ դու Սահմանադրությունը շատ ես հարգում, հա, տեսնում ենք ոնց է հարգում։ Որ ոնց է հայկական տարածքները անցնում Ադրբեջանին կամ ոնց է խախտում նաև հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախության, որը Արցախը համարում էր մեր հովանու տակ։ Դե այնտեղ էլ է Սահմանադրության հավատարիմ։ Այնպես որ իսկ ինչ վերաբերում է թե Ալեն Սիմոնյանը ինչ է ասում 110 քառակուսի կիլոմետր։ Մի հատ հլա քարտեզի վրա ցույց տվեք եւ բերեք փաստաթուղթ։ Համապատասխան փաստաթուղթ բերեք, որտեղ գրված է, որ դա եղել է ադրբեջանական տարածք։ Չկա այդպիսի փաստաթուղթ։ Եթե պետք է մոգոնեք ինչ որ որոնումների մեջ եք, որտեղից պետք է հանեք, չկա այդպիսի բան։ Խորհրդային միությունում այդպիսի փաստաթուղթ խորհրդային միության ղեկավարության կողմից չի ստորագրվել եւ չի էլ հաստատվել երբևիցե։ Էլ եմ կրկնում, քարքի հասկացողությունը առաջացել է ուրեմն դեռ շատ թուրքերը իհարկե նրանք հեռատես են 120 տարի առաջ հասկանում էին թե ինչ նշանակություն կունենա այդ տարածքը եւ դրա համար 12 կիլոմետր իրանական տարածքից գնեցին ունեցան ընդհանուր սահման Նախիջևանի հետ, հետո էլ Նախիջևանից հասկացան, որ 12 կիլոմետր է մինչև մեր այդ տարածքը, որը որ գնում է դեպի Սյունիք, 12 կիլոմետր Նախիջևանից դեպի այդ քարքի, այսպես ասած, մեր Տիգրանաշենը։ Եվ 26 թվականին արդեն Խորհրդային միության, Հայաստանի Խորհրդային միության, Խորհրդային Հանրապետության կառավարությունը զգուշացրեց Ադրբեջանին, ասեց իջեք թույլ տալիս, որ ձեր չոբանները գան մեր տարածքում իրենց ուրեմն հոտերը արածացնեն։ Դա մեր տարածքն է, խնդրում ենք այդ բանը չանել։ Հեռացան, բայց պատերազմից հետո նորից սղոցելով եկան, մտան եւ քոլիկ սարքեցին, չգիտեմ մի հատ տուն կառուցեցին եւ այլն, սրանք էլ ոչ մի բանի տեղ չդրեցին, իբր ստեղծվեց այդպիսի մի հատ ուրեմն կար Մասիսում էին ապրում ադրբեջանցիներ կամ թուրքեր եւ այլն, բայց այստեղ իրենք հատուկ արդեն ստեղծում էին այնպեսի տպավորություն, որ դա իրենց ադմինիստրատիվ տարածքն է, չկա այդպիսի փաստաթուղթ, նորից եմ կրկնում։ Ալեն Սիմոնյան, ինչքան էլ քեզ փորձես այդ, չգիտեմ, որտեղ եք փնտրելու այդպիսի մի հիմնավորում, չեք կարողանալու։ Եվ նաև քարտեզի խոսքում ասացիք, գիշերը արդեն գնում էին ձերբակալությունների հետևից։ Դե որ այսքան վախեցած չի այս իշխանությունը, այսքան անհանգստություններ չունի, որտեղ ջախջախել են այդ հույսով էին մտածում, որ եթե քավարչական ռեսուրս ու քրեալի գաղտնիքներին էին խառնել, բայց ամեն ինչի դրսևորում են, այդպես ամեն կադրադանը մեր մյուս մի Վարդան Ղուկասյանի մյուսներին, որ տարեր փակել են, խնդրեմ։ Դե դա հենց այդ է, որ ես ասում եմ, որ իրենք ուրիշ էլ ելք չեն տեսնում իրենց համար ռեպրեսիաներից բացի։ Պարզ երևում է, որ իրենք այդ ենթարկել են իրենց ուրեմն համապատասխան համակարգը, դատական, իրավապահ, իրականում ենթարկել են։ Հիմա ինչի հիմա վրա թողնենք դա, բայց եթե դուք իսկապես պետականամետ մարդիկ եք, եթե այո, ում հասեին եմ ասում։ Ուրեմն, ապա երբևիցե այսպիսի իրավիճակ չէր ձևավորվի։ Անկամ եթե ձեզ
այդ լազորությունները տրվել է այս սահմանադրությամբ։ Եթե մարդը գալիս է իշխանության եւ նպատակ ունի իր պետությանը ծառայելու, ապա ինքը չի գնում այն ճանապարհով, որը բերում է հակառակին, այսինքն չի բերում ենթարկելու իրավապահ մարմինները դատական համակարգը, այլ հակառակը առանձնացնում է եւ նրանց այդ թևերը, իշխանական թևերը բոլորը ունենում են իրենց հակակշիռները։ Դուք արեցիք հակառակը։ Այդ դրա համար պատժվելու եք, որովհետեւ չի կարող այդպիսի գործողությունները հենց այնպես անցնեն։ Եթե դուք անիմաստ ռեպրեսիաներ եք անում մարդկանց խոսքի համար, միտք արտահայտելու համար, դուք կարող եք գնալ ասել, այ ես եմ որոշել, ես եմ ասում, քաջնազարն է, ասելա, ուրեմն պետք է անեք։ Այդ պարագայում դուք ո՞նց եք ձեզ պատկերացնում որպես ապագայում որևէ մի բան, որ ձեզ հիշեն, ինչ որ բարի խոսքով մարդիկ գան ասեն, այ ինչ լավ գործ արեցին, հակառակն է լինելու։ Դրա համար դուք այսօրվա այն թիթեռնիկի նման եք։ Այսօր կա, ապրում եք, վերջացավ։ Վաղն ինչ որ մի բան կլինի, հետո էլ կորոշեք որտեղ թռնեք, որ կողմը թռնեք։ Դրա համար այս աշխարհակաղակական իրավիճակում, որը մենք հիմա գտնվում ենք, այս ամբողջը անհետևանք չի լինելու, ում է գենթակա, ում չէ գենթակա, դա թողնենք մի կողմ, բայց այն մարդկանց հետ, ում որ դուք հիմա օրինակ, շատ հետաքրքիր է, չէ՞, ասում էին, որ այսինչը այնինչի հետ է ընկերություն անում, այնինչ եւ այլն։ Հիմա համարենք, որ դու գնում ես Մակրոնի հետ ընկերություն ես անում։ Հիմա դու գործակալ ես Ֆրանսիայի։ Երբ որ ասում է, այնտեղ խորհրդարանում ասում է, այ մենք ունենք գործակալական, չգիտեմ ինչ, եթե ունես առաջին հերթին ներկայացրու փաստերը։ Մեկ, երկրորդը, ինչ է նշանակում, ինչ է մեր հանրությունը չպիտի ունենա իր համապատասխան հարաբերությունները այլ երկրների նաև քաղաքական, ուրեմն դա կարգ է, իդեպ ասած կուսակցությունները պետք է ունենան միջազգային կապեր։ Եվ ինչ է նշանակում, այդ դեպքում դա հենց մի անգամից անունը դնում եք մի անգամից, որ դա գործակալական է, դուք լեմյա ձեզ վրա նայեք։ Քանի անգամ արդեն ասել ենք, ոնց է, ուր է գնացել, ինչի է գնացել, ինչ հրամաններ է, ինչ հրահանգներ է ստացել, ինչ ծրագրեր է իրականացնում։ Ոնց են դասիրակել սորոսական այդ բոլոր կառույցները մեր երիտասարդներին, որոնք գնացել են այդ ուղղությամբ։ Սա է իրողությունը։ Այնպես որ ինչև է, ես ընդամենը ուզում եմ նորից վերադառնամ այդ հարցին, այո, ճիշտ է, որովհետև վաղարշապատում իրենք չեն հաղթել։ Եթե այդ ադմինիստրատիվ ռեսուրսը եւ վախը չլիներ, որը ունի մի հատվածը, ժողովրդի մի հատվածը ունի այդպիսի ուրեմն տրամադրություն։ Կա եւ նրանք, ովքեր որ հավատում են, որ սա իրականում ճիշտ է անում, իրական Հայաստանը իրենց ձեռ է տալիս, այսպես կոչված իրական Հայաստանը։ Վաղը ասում եմ, Շագրենյան կաշվի նման անընդհատ կրճատվելու է այդ իրական Հայաստանը։ Եվ այդ պատճառով ասեն գնացել են որոշները մոլորեցված կամ համոզմունքով հարգում եմ այդ մարդկանց, ովքեր համոզված են եւ նվիրված են, գնացել են, քվեարկել են, բայց դա ստացվեց հետեւյալը, որ առնվազն եթե վերցնում ենք ամբողջական, որ ինչքանը չեն եկել ընտրությունների եւ այդ ընդդիմադիր են մյուս ուժերը միասնաբար ինչքան ձայն են ստացել։ Այս պարագայում դուք չեք հաղթել։ Այսինքն շատ լավ հասկանալով այս հանգամանքը, դուք հիմա պրոյեկտ եք անում, որը ոնց է լինելու ուրեմն հանրապետական, համապետական ընտրությունների ժամանակ եւ շատ լավ հասկանում եք, որ այս պարագայում, երբ որ քաղաքը լրիվ ուրիշ տրամադրությունների մեջ է եւ ձեզնից առանձնապես կախում չունի, ոնց է քվեարկելու։ Այդ դեպքում կտեսնենք, թե ինչպիսին է լինելու արդյունքը։ Այնպես որ ժողովրդին ես միանշանակ ուզում եմ ասեմ հետեւյալը. չեն հաղթել եւ իրենք շատ ավելի մտահոգ են, թե ինչպես է լինելու իրենց ապագան համապետական ընտրությունների ժամանակ։ Բայց դա հələ դեռ հասկանալի չէ, թե ինչպիսի իրավիճակ է ձևավորվելու, որովհետեւ
եթե ինքը գնահատի, որ ավելի ճիշտ է, չգիտեմ, արտահերտ ընտրություններ անցկացնել, այդ դեպքում նույնպես դեռ լրիվ հարցականի տակ կդրվի ամբողջ այդ համակարգը, այսպես կոչված։ Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում է այսպիսի հայտարարություն արել։ Նրա խոսքով Ուզբեկստանի եւ Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ոլորտներից մեկը բազմազան տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարածիկ հնարավորությունների ընդլայնումն է։ Այս ոլորտում մեր երկրների մասնակցությունը միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղին առանձնահատուկ նշանակություն ունի։ Խնդրեմ այս մասով, հա, ձեր կարծիքը ու Կենտրոնական Ասիայի երկրների համար դա կարևոր է լինելու, Ադրբեջանը կարևոր տարածիկ երկիր է դառնալու, այս ամենը այն իրականության մեջ, երբ որ փորձում են սրանք համոզել, որ չկա, դա ընդհանրապես Թրամփի թրիփ է, խնդրեմ։ Առաջին հերթին ասենք, որ շատ անկեղծ է այդ թշնամի երկրի ղեկավարը եւ ինքը բացահայտ ասում է վերջ-վերջով իրանց նպատակը որն է այդ Կենտրոնական Ասիայի երկրների այսպես կոչված ներքաշում այս ծրագրի մեջ այն մեծ ծրագիրն է, որը կոչվում է Մեծ Թուրան։ Մենք բազմիցս ասել ենք եւ հիմա էլ ենք ասում, մարդիկ չեն էլ թաքցնում, իրենք իրականացնում են բազմադարյան իրենց ցանկությունը, ամբողջական Օսմանյան կայսրությունը հիմա պետք է վերաճի դառնա այս մեծ թուրանական, այսինքն թուրքական աշխարհ, որը դառնում է աշխարհաքաղաքական բևեռներից մեկը։ Եթե ով է խանգարողը, տեսեք Հայաստանին հիմա միանշանակ միանգամից հարձակվել, վերացնել եւ այլն աշխարհը կարող է պատահի այլ կերպ դիտարկի եւ իրենց ծրագիրը չիրականանա։ Դրա համար time out են վերցնում եւ այս ճանապարհով են գնում։ Մենք վերջ-վերջով պետք է հասկանանք, որ դիվանագիտության մեջ եւ ընդհանրապես այդ վարվելակերպի մեջ պետությունների ղեկավարները ունեն իրենց արդեն մշակված ծրագիրը։ Եվ մենք այդ պետք է գնահատենք եւ հասկանանք ինչ վտանգներ կան, որոնք որ մեզ են վտանգելու եւ այդ ծրագրերում որտեղ է մեր տեղն ու դերը։ Ուրեմն կնշանակի, եթե մենք տեղն ու դերը չունենք այդտեղ, նշանակում է, որ այդ մեծ թուրանը ձևավորվում է նրա համար, որպեսզի այլևս խոչընդոտ չլինի։ Այսինքն Հայաստանն է միակ խոչընդոտը այս պայմաններում։ Ուրեմն այդ խոչընդոտը, որ չեղավ, ուզեն թե չուզեն, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ այլ երկրներ պետք է հաշվի նստեն, որ արդեն ձևավորվեց մի ամբողջ աշխարհագրական մի տարածք, որը ունի նաեւ միավորման միտումներ, այսինքն միացյալ ուրեմն ռազմական ուժեր եւ դա հայտնի է, իրենց ուրեմն որոշումներ արդեն կան, միասնական այբուբեն, այսինքն իրենք ուզում են արդեն բացարձակ բերել մի դաշտ բոլորին եւ բոլորը արդեն ունենան չունեն, մինչեւ այսօր չունեն իրենց սեփական ուրեմն այբուբենը եւ այդ պարագայում նաեւ լեզուները որոշակի տարբերություն ունեն։ Այսինքն այս ամբողջը միավորվում է հանուն նրա, որպեսզի այդ մեծ թուրքական աշխարհը միավորվի։ Մենք սա է գլխավորը։ Հիմա այս պայմաններում դու հարաբերություններդ փչացնում ես այն պետությունների հետ, որոնք դեմ են այս ծրագրի իրականացմանը։ Ես հիմա օրինակներ չեմ բերում, ովքեր որ հասկանում են ինչ որ մի բան, կարող են հասկանալ նաև թե ինչ է կատարվել վերջերս տարբեր ուղղություններով։ Ուրեմն դու հարաբերություններդ փչացրեցիր այդ երկրների հետ կամ չես զարգացնում այդ երկրների հետ, դու ընդամենը ասում ես ես պատրաստ եմ ուրեմն այս միջանցք չի անունը Թրամփի ուղի է անունը ընդամենը, ոնց որ թե դրանից բան է փոխվում, իմաստը մնում է նույնը, ուրեմն ես պատրաստ եմ, բայց այդ պարագայում, երբ որ դու քո տարածքը հանձնում ես կառավարման, eնել 99 տարով լրիվ այլ կոմպանիայի, Միացյալ Նահանգների, որոնք այստեղ առանձնապես որևէ հետաքրքրություն առանձնապես չեն ունեցել, քո նկատմամբ նաև եւ պարզ է որ այնտեղ ինչ աշխարհակաղակական գործընթացների մասին է խոսքը, դու քեզ ես վտանգում, որովհետեւ հանգարց որ ուրեմն բախվեն այդ մեծ տերությունները իրենց շահերի ուրեմն պատճառով,
դու ես դառնալու այդ կռվախնձորը։ Դու ես լինելու այդ տարածքը, որտեղ պետք է բախվեն այդ ուժերը։ Հիմա հարց է առաջ գալիս, մենք ինչ է այդ աստիճան միամիտ, այդ աստիճան, չգիտեմ, անհասկացող ազգ ենք, մենք չենք կարողանում գիտակցել, որ թե ինչ պրոցեսներ են զարգանում այստեղ։ Եվ ինչպես է, այդ միջանց կոչվածը պետք է դառնար ընդամենը տարանցիկ ճանապարհ, որը միանգամից փոխեր ամբողջ փիլիսոփայությունը։ Այսինքն տարանցիկ ասելով ես նկատի ունեմ Եվրոպան բերել կապել ուրեմն Պարսից ծոցի երկրների հետ եւ շարունակել դեպի արևելք, դեպի Չինաստան։ Եվ այդ պարագայում Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը, անգամ Եվրոպայի որոշ երկրներ շատ շահագրգիռ են լինելու, որպեսզի այս տարանցիկ ճանապարհը անվտանգ լինի։ Եվ այդ պարագայում Ադրբեջանի ազդեցությունը այլևս թուլանում է եւ ուզի թե չուզի նա հաշվի է նստում նաեւ այդ հարցին։ Ոչ թե ենթարկվում եք նրանց առաջարկած ուրեմն այդ միջանցք հասկացողությանը եւ տարածքներն եք ուզում իրենց հանձնել, այլ որոշում եք ձեր ինքնուրույն այն քաղաքական գիծը, այն ծրագիրը, որը պետք է բերի ձեզ իրական սուվերեն իրավունքները հաստատելուն։ Ինչ սուվերենության մասին եք հիմա խոսում։ Սուվերենությունը ձեռք է բերվում, երբ որ ամբողջ լծակները ձեր ձեռքում են։ Երբ որ դուք եք որոշում ոնց արվի, եւ դուք եք առաջարկում եւ ձեզ հետ համաձայնվում են։ Իսկ հիմա դուք ենթակա եք։ Պարզ։ Դրա համար այս ամբողջը բերում է նրան, որ մենք արդեն համոզված ենք, ել արդեն նրան, որ մենք արդեն այլևս չես ուզում խորհրդարանը լսես, թե ինչ են խոսում, ինչի մասին են ասում, ոնց են իրար հետ հարաբերվում, ոնց են իրար գովերքում այդ ԿՊԱ-ականները եւ այլն, այն ամենապրիմիտիվ հարցերի վերաբերյալ ինչպիսի քննարկումներ են գնում եւ այլն կառավարությունում նույն։ Ուրեմն կնշանակի, որ այս մարդիկ ենթակա չեն այն լրջագույն խնդիրները լուծելու, որոնց վերաբերյալ մենք հիմա խոսում ենք։ Այնպես որ միակ մեր հնարավորությունը ապագա ընտրություն կլինի, թե ոնց կլինի, ես չեմ կարող ասեմ, բայց ամենայն դեպս միայն ու միայն այդ ուժերի միասնությունը կարող է բերել այսպիսի ռեալ փոփոխության մեր երկրում։ Կոռուպցիոն սկանդալը Ուկրաինայում, Սարգսյան ծանոթ եք, որ նախարարների Այո։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ քանի որ ասում են մի ինկուբատորից դուրս եկած այնպես Զելենսկին կնիսա, ինչպես է կտարածվի մեզ։ Դե այսպես ասած միանձնյա կառավարող պետություններում, այսպես երբ որ մեկն է ընդամենը ամեն ինչը կենտրոնացրել իր ձեռքում, այդպիսի իրավիճակներ հաճախ են լինում։ Նայած այդ անձը ով է իհարկե։ Դրա համար հիմա ոնց է իհարկե Եվրոպան ամեն կերպ շարունակելու է աջակցել Զելենսկուն, որովհետև նա իրականացնում է այն քաղաքականությունը, որը իրենց անհրաժեշտ է։ Իրենք ուզում են, որ անպայման պատերազմը Ռուսաստանի դեմ շարունակվի, տարիներ շարունակ, թուլացնեն Ռուսաստանը, քայքայեն Ռուսաստանը եւ այլն եւ այլն։ Սա է իրենց նպատակը։ Այս պարագայում Զելենսկին ինչքան կգողանա, ինչքան ուրեմն կոռուպցիայի անվան տակ կկորչի այդ գումարները, զենք կվաճառի կամ ումից ինչ կխնդրի, դա արդեն երկրորդական, երրորդական են, որտեղ գլխավոր իրենց նպատակին ինքը ծառայում է։ Հակառակը Միացյալ Նահանգները այսօրվա իշխանությունը, ղեկավարությունը Տրամպի գլխավորությամբ, որը մոտենում է շատ ավելի պրագմատ ուրեմն մոտեցում ունի եւ տեսնում է թե ինչպիսի հետևանքներ են լինելու եւ արդեն կան, դրա համար իհարկե նա գերագնահատում է իր հնարավորությունները որոշակիորեն, բայց դրա հետ մեկտեղ ասում է, որ այո, դա այնքան պարզ է, ուզեն թե չուզեն այդ երրյակն է որոշակի ուրեմն ազդեցություն ունենալու նոր աշխարհակաղակական ուրեմն միջավայր ձևավորելու հարցում։ Դա Միացյալ Նահանգներն են, Ռուսաստանը, Չինաստանը։ Ինչ որ չափով Հնդկաստանն է մասնակցելու դրան, բայց ընդհանուր առմամբ այս երրյակի հարաբերություններից է կախված
թե մեր երկրագունդը ինչպիսի ուրեմն պայմաններում է շարունակելու գոյատևել, որովհետև եթե հանկարծ Աստված մի արասե սրանք իրար հետ չկարողանան համաձայնության գալ, դա երկրագնդի կործանումն է։ Այնպես որ ես ավելի այսպես օպտիմիստ եմ այդ հարցում։ Ամեն Ուիտկոֆը հրաժարվեց հանդիպել ոնց որ թե ես որքան արդեն հասցրեցի լսել Ուիտկոֆը հասկանում է որ այդ կոռուպցիոն ավելի շուտ այնտեղ Վաշինգտոնում են հասկանում եւ այդ կոռուպցիոն սխեման որը որ աշխատել է եւ արդեն բացահայտվել է այդ ամբողջը եթե նրանք շարունակեն սրանց հետ այդպիսի բանակցային գործընթացը շարունակել դա ստվերեկցում ադմինիստրացիայի վրա Վաշինգտոնի ուրեմն դրա համար իրենք մի քիչ այլ կեցված կընդունեն ինչը Եվրոպային չի հետաքրքրում Եվրոպան շարունակում է հատկապես այն հատվածը որը ֆոն դեր Լայենի ուրեմն ղեկավարությամբ է այնպես որ ինչ վերաբերում է Հայաստանին գիտեք ինչ այսօր չէ բայց ոնց է լինի բացահայտվելու են շատ բաներ են բացահայտվելու երբ որ խոսքը գնաց դրա մասին թե այդ պարտքը պետական պարտքը որը 7 միլիարդով առնվազն 7 միլիարդով ավելացել է ինչի վրա է ծախսել հանկարծ պորտկաց պարոնը եւ ասեց որ զենք են գնել եկեք տանենք ցույց տանք չէ ինչ է նշանակում 50 հոգի հավաքվեք գնանք ցույց տանք էս ինչ սիրողական մակարդակ է էս ինչ մակարդակ այսինքն եթե դուք բան ունեք ցույց տալու մի հատ շքերթ կազմակերպեք զորահանդես արեք Եվ մենք հասկանանք մենք ինչ ունենք, դա գաղտնիք չի, աշխարհով մեկ բոլորը իրենց զորահանդես տանում են։ Բոլորը ցույց են տալիս իրենց ունեցած այդ եւ զենքը եւ իրենց կարողությունները եւ այլն, ցույց տվեք։ Բացահայտ ցույց տվեք, զորավարժություն չեք արել այսքան տարվա ընթացքում։ Զորավարժություն չեք արել, ոնց է բանակը այդ դեպքում մարտական վիճակում։ Ինչ գիտեք որ նա մարտական վիճակում է։ Կամ այդ ինչ բան եք անում, որ գաղտնի է այնպեսի իրականացել, որ ոչ ոք չի իմացել, որ դուք զորավարժություններ եք անցկացնում։ Ադրբեջանն ու Թուրքիան 2 ամիսը մեկ առնվազն 2 ամիսը մեկ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։ Բացահայտ ցուցադրում են իրենց կարողությունները։ Դուք ինչի չեք անում։ Եթե այդքան նոր զենք եք գնել, չգիտեմ ինչ եք արել, դա հո գաղտնիք չի։ Եվ երկիրը ինչի համար է դա ներկայացնում, որպեսզի թշնամին իմանա, որ եթե հանկարծ փորձ անի ուրեմն ագրեսիա անել քո պետության դեմ, դու պատասխան ես տալու, դա բերելու է իր համար անվերադառնալի եւ անկրկնելի այսպիսի կորուստների, որոնք որ ուղակի նախադեպը չունեն։ Այս է պետք հաստատել։ Եվ նախորդ շաբաթ ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ խոսում էր այն մասին, որ կգնա մայրաթորի վրա, մաքրվի, նոր գնա մայրաթորի վրա։ Խնդրեմ, այս մասով ձեր խոսքը համեցեք։ Մաքրվելու վերաբերյալ։ Եվ մայրաթորի վրա։ Հասկացա։ Հայ առաքելական եկեղեցին եղել է ամենամեծ հնագույն եւ կայուն այն ինստիտուցիոնալ եւ հեղինակավոր կառույցը, որը մնալու է եւ շարունակելու է իր գոյությունը՝ ի տարբերություն ցանկացած իշխանության, որը այսօր է կամ երեկ էր կամ վաղը կարող է լինել։ Ասել ենք եւ հիմա եմ կրկնում։ Այո, հայ առաքելական եկեղեցու դերը մեր պատմության մեջ անգնահատելի է եւ այսպես կոչված մաքրված կամ չմաքրված անձը կամ անձերը որևէ իրավասու չեն խառնվելու հայ առաքելական եկեղեցու գործերին։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, եթե հոգևորականը, որը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է,
հանցանք է կատարել, հանցագործություն է կատարել, դա այլ բան է, այլ ոլորտ է։ Մնացյալը, թե ինչ վարմունք է, ինչպիսի բարևարկություն է, չգիտեմ ինչպիսին է ընդհանրապես նրա կեցվածքը, դա արդեն իրենց ներքին խնդիրն է եւ ոչ ոք չպետք է խառնվի դրան։ Դուք լավ սկզբից ձեզ իսկապես մաքրեք ոնց որ հարկն է։ Հետո նոր մյուսներին մեղադրեք, որ իրենք ինչ որ մի բան մեղք են կատարել։ Հիսուսի ասաց, թող քարակցինա, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հիմա դուք բոլորդ էլ որևէ կերպ չեք կարող ասել, որ դուք մաքրված անձեր եք։ Դու չկաք, որովհետև այն անցյալը, որը ունեցել եք, արդեն բավարար է, որպեսզի մենք ասենք, որ դուք մաքրվելու հնարավորություն չունեք։ Այնպես որ ես համոզված եմ, որ մեր ազգը եւ ժողովուրդը այս հարցում առավել քան պետք է որ միասնական լինի եւ թույլ չտա այս պայմաններում ուրեմն այնպիսի մի պարակտողական գործողություններ լինեն, որոնք իսկապես արդեն բերեն ազգի պարակտման ամբողջական տեսանկյունից։ Դուք ամեն մի գործողության հետևանքը պետք է ամբողջովին պատկերացնեք։ Այսինքն, եթե ձեր նպատակը չի, որ հայ ազգը իսկապես կտոր լինի, ապա դուք այս գործողությունները պետք է վերացնեք, կանգ առնեք եւ այլևս դրա մասին չխոսեք։ Իսկ եթե ձեր նպատակը նա է, որ հայ ազգը պետք է իրականում վերանա, այդ դեպքում մենք արդեն հասկանում ենք, թե մենք ում հետ գործ ունենք։ Սա է, այնպես որ ես այստեղ շատ երկար խոսելու կարիքը չեմ տեսնում, մեր ազգը, մեր ժողովուրդը պետք է պաշտպան լինի իր դարավոր արժեքային համակարգին։ Եվ համայնքապետերի մասով երեք տեսանք դատականիստներ Վարդան Ղուկասյանի խնդրեմ ըստերության բառացիորեն անգամականները հակադարձում էին դատախազին, բառացիորեն ասում է այն մասին, որ ներքին թուրքերը ըստերության հարձակվել են իր բոլորիս վրա, ինքը վախենալու չունի, ինքը չի ընկրկելու եւ սա կոնկրետ Գյումրին, այսպես ասենք, այս իշխանության կողմից շահագործել օկուպացնելու նպատակով է։ Խնդրեմ։ Չէ, սա պարզ է, արդեն մենք բազմիցս ասել ենք, հիմա ենք նույն բանը, որ ինքը ռեպրեսիվ ապարատը օգտագործում է իր իշխանության։ Սա է։ Հիմա եթե այդպես չի, ապա պետք է պարզ երևար, որ դատավորները բոլորը այդպես միանշանակ բոլորը կալանք են որոշում այն հարցում, որտեղ որ այդ մարդիկ ընդհանրապես երևի մեղք չունեն։ Այսինքն, եթե համակարգը անկախ լիներ, համակարգը գործեր օրենքի պահանջից ելնելով, մենք այսպիսի պատկեր չէինք ունենա։ Նույն Վարդան Ղուկասյանին, նույն երկու սրբազաններին, նույն այն խմբին եւ այլ տարբեր մարդիկ, հիմա այնքան շատ են արդեն կալանավորված մարդիկ, քաղաքական դրդապատճառներով։ Մենք չէինք ունենա այդպիսի պատկեր։ Ուրեմն կնշանակի, որ համակարգն է արդեն հիվանդացել։ Եվ այդ պարագայում հասկանալի է, չէ՞, որ իհարկե Վարդան Ղուկասյանին փորձել ամեն կերպ մեղադրել ինչ որ բանում, որը ինքը մեղավոր չի, չգիտեմ, կարող եք իրականում փաստեր վերել նրա կատարած գործողությունների, որով դրա համար դուք իրեն ուզում եք անպայման պատժել, բայց դա ընտրված անձ է։ Ձեր տրամաբանությամբ, ձեր փիլիսոփայությամբ մարդը ընտրվել է։ Եթե ընտրվել է, ուրեմն պետք է ժողովուրդն իրեն, ոնց որ դուք եք ասում, թող գա հեղափոխություն անի իմ դեմ, հիմա թող Գյումրվա ժողովուրդը գնար, ասեր չէ, Վարդան Ղուկասյանի դեմ ենք։ Բա որտեղ է տրամաբանությունը։ Բա միտեղ ասում ես, եկեք ուրեմն հեղափոխություն արեք, եթե ինձ հետ համաձայն չեք, որը անմիտ հայտարարություն է, վտանգավոր հայտարարություն է, բայց մյուս կողմից էլ երբ որ Գյումրվա ժողովուրդը չի դուրս գալիս իր քաղաքապետի դեմ, դուք ասում եք, չէ, կապ չունի, ուրեմն մենք պետք է նրան անպայման պատժենք։ Խնդրեմ։ Բայց նաև այս ռեպրեսիան ինչու էսպես թափավակեց, երբ որ Վարդան Ղուկասյանը առանց վարանելու ասաց դատի եմ տալիս կառավարությանը։ Այո։ Ոչ միայն դրա համար, ոչ միայն։ Չէ, հիմա մենք տեսնում ենք, չէ, բոլոր տեղերում, որտեղ որ եղել են ընդդիմադիր ուժերն են հաղթել, որը այո, կամ չկան,
կամ ուրեմն բանտերում են, կամ էլ արդեն որոշակի ուրեմն երբ որ արդեն Վանաձորում ամեն ինչը փոխվեց, նոր ուրեմն Մամիկոն Ասլանյանին բաց թողեցին։ Էս է, թե չէ խնդիրը շատ պարզ հասկանալի խնդիր է իրենց տեսանկյունից, սա է, մենք ենք այսօր հաղթողը, մենք ենք այսօր տիրողը, ուրեմն մենք ոնց ասենք, այնպես էլ պետք է լինի, երկար չի տևելու դա։ Ֆիդանի հայտարարությունը այն մասին, որ հիմա մեջբերում անեմ, Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ եւ նպատակասլաց դիրքորոշում։ Ըստ էության այս հայտարարություններին համատեքստում, որ անընդհատ նոր մեջբերում է անում Զանգեզուրի միջանցքի մասին է խոսքը գնում, խնդրեմ։ Գիտեք ինչ, մենք երբևիցե որ ողջամիտ մարդ է, երբևիցե դեմ չի լինելու բանակցային գործընթաց սկսելու հարևանների հետ, խոսելու, հարաբերություններ ձևավորելու, դա պարզ երևույթ է։ Բայց հարցը նրանում է, թե ինչ պայմաններով եւ ում թելադրանքով կամ ինչպիսի դուք ծրագրով եք գնում։ Սա է խնդիրը։ Եթե դուք անընդհատ աղերսող եք եւ անդադ խնդրում եք որ սա այս արեք, որպեսզի մենք կարողանանք գոյատևել, չգիտեմ, այն մյուսը թույլ տվեք, որ մենք ինչ-որ մաստարայով ճանապարհ բացենք եւ այլն, հանուն ինչի չեք, մենք չգիտենք։ Մենք իրոք դեռ շատ վաղուց, երբ որ 15-20 տարի առաջ էր արդեն այս խոսակցությունը գնում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները այո պետք է ձևավորվեն, ասում ենք այո պետք է ձևավորվեն, բայց այն պայմանով, որ դուք կունենաք որոշակի, այսպես ասած, տնտեսական պատնեշ, որպեսզի միանգամից թուրքական այդ այժմ ապրանքները կլանեն մեր շուկան եւ մեր արտադրողը ուղղակի բանկրոտ դառնա։ Մենք այդպիսի հաշվարկ էինք արել մեր տնտեսագետները, մեր կուսակցության տնտեսագետները հաշվարկն արել էին ակադեմիկոս Խոջաբեկյանի գլխավորությամբ եւ մենք ներկայացրեցինք այդ ամբողջը։ Ասեցինք, որ այս պայմաններում, երբ որ շատ թույլ է մեր ուրեմն արդյունաբերությունը, մեր գյուղատնտեսությունը եւ ընդհանրապես մեր իրավիճակն է թույլ, մենք չենք կարող այդ աստիճան բացել մեր սահմանները, որովհետեւ մենք միանգամից այլևս դառնում ենք սատելիտ։ Դուք պետք է հասկանաք, որ ոչ թե միայն փոխհարաբերվելու հարցն է, այն որ ասելա յոլլա կգնանք, այլ հարցը նրանն է, որ երբ որ նրանք իրենց տնտեսական ուրեմն հնարավորությունները զարգացնեն եւ բերեն այստեղ Հայաստանի շուկան ամբողջովին կլանեն, իսկ դա շատ հնարավոր է։ Ուրեմն կնշանակի դուք այլևս չեք ունենա եւ ձեր ոչ կատնամթերքի արդյունաբերություն, ոչ գյուղատնտեսություն եւ այլն։ Այդ պարագայում ինչ պետք է անի ժողովուրդը, ով որ աշխատանքը կորցնի։ Ինքը ստիպված պետք է հեռանա, նորից արտագաղթը պետք է շատ ավելի ուժեղանա, ինչպես հիմա էլ կա արտագաղթը։ Ուրեմն կնշանակի մենք առաջին հերթին պետք է մտածենք հետևանքների մասին։ Մենք պետք է մտածենք, իսկ ո՞նց է լինելու, երբ որ մեր բնակֆոնդը, որը արդեն քանի անգամ դրա մասին խոսել ենք, բնակֆոնդը իրենք փորձեն գնել։ Հեշտությամբ։ Շատ հեշտ։ Այսքան է ձեր ասած գումարը, երկու անգամ ավել ենք տալիս, թողեք հեռացեք։ Որովհետև ինձ համար մինչև հիմա քանի անգամ արդեն դիմել ենք քաղաքապետարան, մի հատ բացատրեք, ով է կառուցում այդ 45000 բնակչի համար Մալաթիայում ուրեմն այդ կվարտալ կոչվածը, որը ամբողջովին պատված է լինելու, արդեն կա այդ պարիսպները, գնացեք տեսեք, ովքեր են դրանք, եւ ումից են ուզում առանձնանան։ Այդ քանի է մենք այդպիսի հազարավոր հարուստներ ունենք, մեծահարուստներ, ոչ թե հարուստներ, մեծահարուստներ, որոնք վճարել են ոչ միայն այդ պարիսպը կառուցելու համար, այլ նաև այդ անվտանգությունը ապահովելու համար եւ այլն։ Արդյոք դա մեր հայրենակիցներն են։ Եվ ընդհանրապես Երևանը նորից եմ ասում, այսպես զարգացնելով, մեծացնելով, ուր ենք հասնելու։ Հետո էլ խոսում են, հիմա էլ խոսում են, թե իբր թե
ավտոմեքենաների ուրեմն քանակը շատ է մեծացել, այո, շատ է մեծացել։ Իսկ այս 7 տարվա ընթացքում դուք ընդհանրապես փարքինգներ, այսպես կոչված կայանատեղեր կառուցեցիք, ոչ։ Դուք որևէ մի, այսպես ասած, ճանապարհներ, որոնք որ շրջանցեին Երևանը, ամբողջական շրջանցեին Երևանը կառուցեցիք, ոչ։ Բայց պարզ է որ 5-ից 6000 էլ ուրեմն մարդ մտնում է Երևանը, որովհետև այստեղ աշխատանք ճարել, որովհետև այն բոլոր բեռները, որոնք որ պետք է անցնեին, ասենք շրջանցելով Երևանը, անցնում են Երևանով։ Դուք եք կառավարում, դուք իսկապես կառավարող եք։ Դուք ընդհանրապես կառավարման տեսությունից տեղյակ եք։ Միայն գլուխ գովալով հոչի։ Այնպես որ այս ամբողջը խոսում են նրա մասին, որ այ ինչ որ ասում է թուրքական կողմը, որ իրենք միջանցքը իրենց համար անհրաժեշտ է, որովհետև իրենք պետք է ունենան, կրկնում եմ, իրենք բացահայտ են ասում տրանսպորտի նախարարը, բացահայտ, այս միջանցքը ճանապարհ է թուրքական աշխարհի միավորման համար։ Պարզ ասում է մարդը։ Էրդողանն էլ է ասում։ Այնպես որ այստեղ գաղտնիք չկա, գաղտնիքը միայն նա է, թե ոնց է որ այս իշխանությունը ճակերտներում գաղտնիք, ամեն ինչին ենթարկվում, սրա մեջ է հարցը։